Բարի երեկո, Ազատություն TV-ի ուղիղ եթերը լրատվական կենտրոնն է շարունակում, այսօրվա ծրագրում դիտեք։ Վարչապետը նոր կաթողիկոսի ընտրության առաջարկ է անում, պատրաստ է անձամբ զբաղվել կազմակերպչական հարցերով։ Մենք խոճապի մեջ չենք։ Սերժ Սարգսյանը վստահ է Նիկոլ Փաշինյանի հեռացման հարցում փողոցային ճնշում կկարողանան ապահովել։ Առանց փողոցի ո՞նց կլինի։ Ազգային ժողովը հաջորդ շաբաթ կքննարկի ընդդիմադիր երկու պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Բնականաբար հրահանգ է իջել։ Կրակոցներ Ավանում վիրավորվել է նաև տարեց անցորդը։ Ինչ է Սարամասի բնակիչ այդ, ով վնասվել է։ 10 մարդ սպանվել է, նրանց թվում հարձակվողը ավստրիական Գրաց քաղաքի դպրոցներից մեկում հնչած կրակոցներից։ Լոս Անջելեսում ցուցարարների և ոստիկանության միջև բախումները շարունակվում են, Թրամփը լրացուցիչ ուժեր է ուղարկում Կալիֆոռնիա։ Տասնօրից ավելի եկեղեցուն և կաթողիկոսին քննադատելուց հետո վարչապետ Փաշինյանը այսօր Էջմիածնի վեհարանը ազատելու և կաթողիկոսական նոր ընտրություններ անցկացնելու կոչ արեց։ Կազմակերպչական հետագա հարցերը համակարգող խմբին է թողնում, բայց այդ խմբի առաջին 10 անդամների ընտրությամբ վարչապետը որոշել է անձամբ զբաղվել։ Մայրաթորից պաշտոնական արձագանք չկա։ Կաթողիկոսը, որի կուսակրոնության հարցը այս օրերին հայ-ադրբեջանական հակամարտությունից կամ Հայաստանի առջև չոքած որևէ այլ խնդրից ավելի շատ է իշխանությունը քննարկում։ Նախկինի նման լուռ է։ Քննադատության սահմանից արդյոք անդին է սա, այլևս գործողության անցնելու այսօրվա կոչը արդյոք եկեղեցու ինքնիշխանությանը կոպիտ միջամտություն չէ։ Այս հարցերը թեժ քննարկման թեմա էին նաև վեհարանի բակում։ Նա ցմայ է։ Փաշինյան, Մաշինյան, որ մի անգերել մեյդան, դրանք սխալվում են։ Կաթողիկոսը ցմայ է, մինչև իրեն կյանքի վերջը պետք է մնա։ Քաղաքացի Կարլեն Թադևոսյանը չի պատկերացնում, թե ինչպես է Հայաստանի վարչապետը փոխելու կաթողիկոսին, թեպետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան մանրամասն շարադրել է կաթողիկոսական նոր ընտրությունների ձևը։ 10 հոգանոց համակարգող խորհուրդ է ձևավորում։ Այստեղ ընդգրկվածները պիտի հավատան Հիսուսին, ընդ որում ամբողջ հոգով, Աստվածաշունչը կարդացած լինեն սկզբից մինչև վերջ։ Վերջին 5 տարում գոնե մեկ անգամ մեծ պահ պահած լինեն, ամեն օր աղոթեն։ Այս 10 հոգուն Նիկոլ Փաշինյանն անձամբ կընտրի, ինչպես ինքն է ձևակերպել հոգու աչքերով։ Հասկանում եմ, որ համակարգող խմբի անդամության վերանշված չափանիշների մեծ մասը օբյեկտիվորեն հնարավոր չէ ստուգել, բայց շփումներում, զրույցներում Աստծո օգնությամբ հնարավոր է պարզել, հնարավոր է տեսնել հոգու աչքերով։ Ովքեր համապատասխանում են այս պայմաններին և ուզում են Նիկոլ Փաշինյանին միանալ վեհարանը վեհափառից ազատելու գործում, պետք է նրա անձնական էլեկտրոնային հասցեով նամակ գրեն։ Նիկոլ Փաշինյանի խոսնակի հետ կապ հաստատել չկարողացանք, որ պարզենք, արդյոք արդեն դիմումներ կան։ Աստծուն հավատում եք։ Իհարկե, Աղոթում եք։ անպայման, ամեն օր։ Ամեն օր եք աղոթում։ Այո, ընտանիքի երբեմն, հա, նայած, անպայման։ Սաթենիկ Փարսադանյանն աղոթում է, Աստվածաշունչը կարդացել է սկզբից մինչև վերջ, պաս պահել է, մի խոսքով համապատասխանում է բոլոր պայմաններին, բայց անմիջապես անակնկալի է գալիս կաթողիկոսի փոփոխության վերաբերյալ հարցից։ Չէ, ինչի։ Չգիտեմ։ Վարչապետի սահմանած պայմաններով քաղաքացիներ Մայրաթորի տարածքում էլի կային, բայց նրանցից ոչ ոք առայժմ համակարգող խորհրդի անդամ դառնալու ցանկություն չի հայտնում։ Ես անձամբ չեմ մասնակցի։ Մարդիկ վարչապետի օրակարգ մղած հարցը, թե հայոց հայրապետը կուսակրոնության ուխտը խախտել է ու պիտի հեռանա, քաղաքական են համարում։ Թեպետ Փաշինյանն ինքը այս ամենի մասին խոսելիս ներկայանում է որպես հայ եկեղեցու ջերմեռանդ հետևորդ։ Դրանք առանձին աշխարհներ են, իրենց կազմով, իրենց քաղաքականությամբ, այնպես որ չի կարելի, որովհետև ուրիշ բան, երբ որ դու գնստում եք սուրճի սեղանի մոտ եւ ընկերուհուն քո կարծիքն ես ասում, բայց ընդհանուր առմամբ չի կարելի խառնվելու։ Մենք չգիտենք այդ неподводные камни мы не знаем։ Կաթողիկոսի փոփոխությունը իմ համար անընդունելի է ուղղակի։
Այս տիկինը ենթադրում է, որ եթե անգամ վեհափառն ուխտը խախտել է ու զավակ ունի, դա մինչև նրա ընտրվելն է եղել, թող այդ ժամանակ ստուգվեր փաստը, հիմա կարծում է կարիք չկա։ Արշակ Սարգսյանը ցավով նշեց, պաս չի պահում, բայց կանոնավոր աղոթում է։ Վեհարանն ազատելու գործը չի պատկերացնում, որ իրեն վերաբերվում է։ Գյուղացի մարդ ենք մենք, մեր հողը գործը թողած, այդպես բաներով ով կզբաղվի։ Այն, որ երկրի վարչապետը 12-օրյա հակակաթողիկոսական գրառումներից հետո այսօր արդեն անցավ գործնական քայլերի, չի զարմացնում, Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանին ասաց, անսպասելի չէր։ Մենք խոճապի մեջ չենք, անհանգստություններ չունենք, տհաճություն ապրում ենք, որ նման վիճակ է ստեղծել, բայց բացարձակապես ոչ խոճապ կա, ոչ էլ վախի մթնոլորտ կա։ Աստված բոլորիս հետ։ Նիկոլ Փաշինյանն այս գործը ձեռնարկելուց առաջ շեշտել էր վեհարանն ազատելու են սիրով եւ քրիստոնեաբար, բայց այս հարցում կասկածներ ունեն հայաքվե քաղաքացիական միավորման անդամները։ Դրանք արդեն 3 օր է վեհարանի դարպասների մոտ հերթապահություն են սկսել։ Մենք այստեղ հսկողություն ենք սահմանում, որ որևիցե մի սադրիչ չփորձի մեր եկեղեցու մոտենա, չփորձի մեր սրբությունները պատահաբար իր կարճ ուղեղով ոտնահարի կամ ինչ-որ բան, որովհետեւ կգցի ոտին։ 100%-ով չի կարա մարսի էլի։ Էջմիածնում ծնված, էջմիածնում ապրած, էջմիածնի հպարտ քաղաքացի եմ ես։ Էջմիածնեցի Հունան Մարտիրոսյանն էլ է միացել վեհարանի դուռը հսկողներին, ասում է մեր ամենազգայուն կետին է կպել Փաշինյանը։ Նրա հավատը չի սասանվում անգամ կուսակրոնության ուխտի կասկածների պարագայում։ Երբեք իմ հավատը չի սասանվի, բացառվում է դա։ Հայրապետական գահի շուրջ Հայաստանում բորբոքված քննարկումներին զուգահեռ երկրում չէ ամենայն հայոց կաթողիկոսը։ Նա Դուբայ հանդիպման էր մեկնել եւ վերադառնալու է այսօր կեսգիշերին։ Ընդդիմադիր մի քանի գործիչներ քաղաքացիներին կոչ են արել շտապել Զվարթնոց ու աջակցություն հայտնել վեհափառին։ Այսօր արտերկրի մի քանի համայնքներից են աջակցության հայտարարություններ հնչել։ Հայոց կաթողիկոսի շուրջ ստեղծված այս արտակարգ իրավիճակին առայժմ չի արձագանքել Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսը։ Միայն երեկոյան Անտիլիասը նրա մասնակցությամբ մի հավաքի մասին տեղեկատվություն տարածեց, որում այսպիսի ձևակերպում կար։ Ժողովականները խոր մտահոգություն արձանագրեցին Հայաստանի մեջ բարձրաստիճան եկեղեցականներու նկատմամբ պետության իշխանություններու ներկայացուցիչներուն հրապարակած հարցերուն պատճառով ստեղծված մթնոլորտին մասին։ Անընդունելի նկատվեցավ հարցերու այս ձևով բարձրացումն ու արծածումը, որոնք չեն առաջնորդել լուծումներու, այլ կստեղծեն ներհասարակական լարվածություն։ Այս հայտարարությունը շատերը գնահատեցին ոչ համարժեք ու անատամ։ Մայրաթորի դիվանապետը չի մեկնաբանի։ Ես ատամնաբույժ չեմ։ Խայտարակություն ու անընդունելի խոսակցություն, սա էլ Հայաստանի 3-րդ նախագահի գնահատականն է։ Ինչ քայլեր պիտի անի Սերժ Սարգսյանն իր առաջնորդած ուժի հետ։ Մենք այդ հարցում կհետևենք վեհափառ հայրապետի օրդորներին։ Կաթողիկոսի փոփոխության հարցն այս օրերին մնում է ամենաթեժը քաղաքական զրույցների սիրահար ու Մայրաթորի տարածքում հով դիրքավորված տարեցների համար։ Կաթողիկոս ով ուզում է լինի, Փաշինյան ով ուզում է լինի։ Այ մարդ կուսակրոն ըլնի չլնի այդ մեկն էլ թողոտեն ծլնի, երկիրը սա խառնված է իրար։ Ասեն թե որ դու գիտես ապացուցիկ, ինչ ապացույց կլինի, որ ապացուցեն որ նա երեխա ունի։ Ով կապացուցի։ Վարչապետն ունի ապացույց։ Չունի նա կատարում է, ես բացաբաց ասում են կանալներով կատարումը բանի Իլհամ Ալիևի հանրարարություններ ոչ ոչինչ։ Այդ մեղը չեղավ արդեն, կողսել նստած են, արդեն չելավ։ Չի կարելի է Ալիևն ում շունոր նայն բացականություններ կատարի։ Ալիևն ով արա։ Ճիշտ խոսացեք, մեծ պետություն է պետք, աղջիկ ջան։ Պետություն, իրար կողքի կանգնան երկուսին էլ ղուրբան, չէ, կամ են դիհերանա, կամ էս պիտի հերանա։ Մեծ պետություն է պետք։ Մենք տարերով պետություն չենք ունեցել, վերջ, ուրիշ բան չկա։ Այդ էլ ուրիշտեն ասեք, պետություն։ Ղուրբան եկեղեցու մենք հազարամյակներ մեզ օգնե ղուրբան միասնական եղան ես տեսա միասնական նոր մեռնեմ ուրիշ բան պետք չի ինձ ու քեզ պետությունա պետք նաև ֆուտբոլի թիմ Քաղաքացիների այս խումբը մի վերջնական որոշման հասավ թող պետությունն իր գործով զբաղվի եկեղեցին իր երկուսից որ մեկը սրա հետ համաձայն չէ թող գահն ազատի տուն գնա Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիմակիցները չեն շտապում սկսել վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը։ Այսինքն անցնել ստորագրություններ հավաքելուն, հարցն ազգային ժողովի դահլիճ բերելուն։ Պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն Ազատությանն ասել է, հարցն ազգային ժողովում քննարկելու համար անհրաժեշտ ստորագրություններով չեն ուզում սահմանափակվել։ Ուզում են, որ Փաշինյանին հեռացնելու աջակիցներն ավելանան։
Ընդդիմադիր ամենամեծ Հայաստան խմբակցությունը հայտարարել է, որ կմիանա իմփիչմենթի գործընթացին, բայց երկու խմբակցությունների ձայները դեռ բավարար չեն, որ անվստահության նախագիծը քննարկվի ազգային ժողովի նիստում, իսկ իմփիչմենթը գլուխ բերելու համար ել ավելի շատ առնվազն 54 պատգամավորի աջակցություն է հարկավոր։ Մինչ իշխանությունը բացառում է, որ իր շարքերից որևէ մեկը կմիանա վարչապետին հեռացնելու նախաձեռնությանը, նախկին նախագահ Սերժ Սարգսյանը շախմատային տերմիններով է խոսում, այսօր ասել է շախ են հայտարարել այսօրվա իշխանությանը եւ որ հանրապետականն առանց փողոցի իմփիչմենթի գործընթացը չի պատկերացնում։ Ում էլ առաջադրեինք ակնհայտորեն մեծ հակազդեցության էր արժանանալու եւ այդ մասին ես ձեզ ասել եմ, երբ որ ասել եք հարցրել եք ինչու տեխնացու չենք առաջադրում, ես ասացի, որ մեր պարագայում հակազդեցությունը շատ մեծ է։ Կարծում եմ հիմա դրանում համոզվեցիք։ Բայց ասում եք նաև իշխանության չեք հավակնի, փաստորեն հավակնում եք բանսակսը։ Ձեր հարցը, այսպես ասեմ, ձեր տրամաբանությամբ շատ սենց նուրբ պատրաստված է։ Այո, մենք իշխանության չենք հավակնում։ Այս պայքարը ոչ թե իշխանության համար է, այլ իշխանափոխության համար է։ Չեք կարող մրցիչներն հրջում ընկնել։ Ոչ, որտեղ սա մուրջ չի, սա ճահիճ է, ճահիճ։ Նախագահ, ի վերջո թրիգեր կդառնա այդ իմփիչմենթի գործընթացը, որ գեներացվի փողոց նաև, պարոն նախագահ։ Իհարկե գեներացվելու է, բայց առանց փողոցի ոչ կլինի։ Քաղաքացիական պատերազմի վտանգ տեսնում եք։ Ես բոլոր վտանգները տեսնում եմ։ Այս իշխանության պարագայում ամենաանհավանական բաները կարող են լինել։ Ուղղակի բանակցություններ են տեղի ունենալու Հայաստան դաշինքի եւ պատիվ ունեմ խմբակցությունների միջեւ եւ այդ հարցերը հարցին վերջնական պատասխաններ կստանան։ Դուք եւ Ռոբերտ Քոչարյանը բանակցում եք այս բային այդ հարցի շուրջ։ Ոչ։ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից մեկ ամիս անց գլխավոր դատախազը իրավաբանական ձևակերպումներ է տվել վարչապետի բանավոր հարցերին, մասնավորապես Հայաստան խմբակցության ղեկավար պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին Նիկոլ Փաշինյանն այդ օրը հարցնում էր, որտեղից Սևանի ափին նրան առանձնատուն։ Դատախազությունը նրան զավթպան մեղադրանք է ուզում առաջադրել բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանին էլ այդ թեման կոծկելու։ Դատախազը ընդդիմադիր խմբակցության ղեկավարին եւ քարտուղարին մեղադրանքներ առաջադրելու միջնորդություններ է բերել ազգային ժողով։ Իրավապահները ըստ ընդդիմադիրների Փաշինյանի հրահանգով են շարժվում։ Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիթ պետք է տանեմ լսեմ ածի պատվալը, որ մամուլի Առաջինը դու պետք է գնաս ու դու կգնաս։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության ղեկավարին ԱԱԾ պատվալ ուղարկելու վարչապետի այս զգուշացումից ուղիղ մեկ ամիս անց գլխավոր դատախազությունը դիմեց խորհրդարանին, որպեսզի ստանա պատգամավորների համաձայնությունը ընդդիմադիրներ Սեյրան Օհանյանին եւ Արծվիկ Մինասյանին մեղադրանք առաջադրելու համար։ Երկու պատգամավորն էլ միաձայն պնդում են գլխավոր դատախազը վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվերն է կատարում։ Օհանյանը Facebook-յան իր էջում մասնավորապես գրել է. Փաշինյանն ու Ալիևը գործում են համադրված, ապահովելով Բաքվում եւ Երևանում բեմադրված էժանագին շոուներ։ Ակնհայտ է, որ սրանց հիմնական նպատակը հանրության ուշադրության շեղումն է իրենց իսկ ձեռամբ ստեղծած հայոց պետականությանը սպառնացող վտանգներից։ Ըստ դատախազության Օհանյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին զավթել է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում Սևան ազգային պարկի տարածքում գտնվող պետական հողատարածքը եւ առանց կառուցապատման իրավունքի այնտեղ կառուցել առանձնատուն։ Իսկ 2021-ին ընտրվելով պատգամավոր Օհանյանը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրերում թաքցրել է այդ սեփականությունը։ Դրախտիկի հողատարածքը նոր չէ, որ իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել։ Դատախազությունը դեռ 2 տարի առաջ այն բռնագանձելու պահանջով հայց է ներկայացրել դատարան։ Գործը դեռ քննության փուլում է։
Սեյրան Օհանյանը կարճ գրառման մեջ չի անդրադարձել իրեն վերագրվող ոչ միայն այս, այլ նաև մյուս կաշառք վերցնելու դրվագին։ Դատախազության պնդմամբ պաշտպանության նախկին նախարարը պաշտոնավարման շրջանում նաև 58 միլիոն դրամ կաշառք է ստացել նախարարության գնման գործընթացներում ապօրինի առավելություններ տրամադրելու համար։ Օհանյանի թիմակից Արմենուհի Գյուրեղյանը, որ քրեական գործերը քաղաքական պատվեր որակեց Օհանյանի Սևանի ափին ապօրինի առանձնատուն կառուցել չկառուցելու հարցին ընդհանրական պատասխան տվեց։ Ես ընդհանրապես որևէ մեկի կողմից պաշտոնի չարաշահմամբ որևէ ամառանոց կամ կառույց կառուցելու մասին ոչինչ չեմ կարող բացառել։ Ընդհանրապես որևէ մեկի ընդհանրապես նույն քրեական գործով ըստ դատախազության բավարար հիմքեր կան, որ մեղադրանք առաջադրվի նաև Արծվիկ Մինասյանին։ Միջնորդագրում նշվում է, որ Մինասյանն էլ լինելով բնապահպանության նախարար չի կատարել ծառայողական պարտականությունները։ Թաքցրել է Օհանյանին վերագրվող ենթադրյալ ապօրինությունները, դրանով պետությանը պատճառելով էական վնաս։ Մինասյանը եւս քրեական գործին Facebook-յան գրառմամբ է անդրադարձել։ Ականատեսենք պետական մակարդակով հերթական Կլյաուզյային, մասնագիտական, քաղաքական ու բարոյական առումով որևէ քննադատության չդիմացող իմ դեմ հարուցված ապօրինի քրեական գործը ոչ միայն հանրությանը մատուցվող հերթական շոուն է, այլև վկայում է Հայաստանը զավթած ռեժիմի իշխանությունը կորցնելու վախերի մասին։ Դատախազը հերթական անգամ ոտնահարելով սահմանադրությունն ու օրենքները իրեն անսահմանորեն նվիրել է Նիկոլ Փաշինյանի հանցավոր հանձնարարությունների կատարմանը։ Ընդդիմադիր падգամավոր Գյուրեղյանի պնդմամբ մի քանի տարվա վաղեմության այս գործը դատախազությունը օրակարգ բերեց Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո։ Բոլորս հիշում ենք Նիկոլ Փաշինյանի հիստերիկ պահվածքը, իր այդ վարքագիծը եւ այնտեղ համբալից բացի նաեւ սպառնալիքներ, այ դուք կտեսնեք, դուք պետք է հայտնվեք այստեղ եւ բնականաբար հրահանգ է իջել։ Հրահանգ է իջել, որ անպայման պետք է գործ հարուցելու գործը սկսել։ Այսինքն հանրությանը ներկայացնել, որ նման գործ կա։ Ազգային ժողովը գլխավոր դատախազի միջնորդությունները կքննարկի հաջորդ շաբաթ սպասվող քարոզիային։ Նոր բանավեճ Մոսկվայի և Բաքվի միջև Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին հարցազրույցում ասել է, թե Ղարաբաղը Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի տարածաշրջան էր։ Արձագանքելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նրան խորհուրդ է տվել մեջբերեմ չվնասել միջպետական հարաբերությունները կեղծ հայտարարություններ անելով, որոնք դուրս են նրա իրավասության սահմաններից։ Почему ситуация для Украины стала хуже? Ինչու է Ուկրաինայի համար իրադրությունը վատ թարացել։ Քանի որ 4 շրջաններում անցել են հանրաքվեներ, դրանք հիմա պաշտոնապես Ռուսաստանի տարածքում են, եւ Ռուսաստանը չի կարող դուրս գալ այդտեղից, քանի որ դա կնշանակի դավաճանել մարդկանց։ Իսկ եթե հակամարտությունը ռազմաճակատի երկայնքով դադարեցվի, առանց իրական խաղաղության շուրջ համաձայնության, պարզապես հրադադար կնքվի։ Знаете, такой был спорный регион между Арменией и Азербайджаном, Карабах. Գիտեք, կար վիճահարույց շրջան Հայաստանի ու Ադրբեջանի միջև, Ղարաբաղը։ Այդ դեպքում այս տարածաշրջանն էլ կվերածվի հսկայական Ղարաբաղի, որը Ուկրաինան ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ որոշ ժամանակ անց կփորձի վերադարձնել, ինչը կհանգեցնի միջուկային պատերազմի։ Это будет ядерная война. Զարմանալի է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական եւ նաեւ Ռուսաստանի պատմական կրթության միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Մեդինսկին չգիտի, որ Ղարաբաղը երբեք վիճելի տարածք չի եղել։ Մենք կցանկանայինք հիշեցնել, որ Ղարաբաղը Ադրբեջանի հինավուրց եւ անբաժանելի մասն է։ Ռուսաստանն ինքն է ճանաչել եւ շարունակում է ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքի մաս։ Այս ընթացքում Հայաստանին սահմանակից Նախիջևանում մեկնարկեցին Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ զորավարժությունների նախապատրաստական աշխատանքները։ Տանկային, մեխանիզացված և դիվերսիոն ստորաբաժանումները կիրականացնեն տարբեր ուսումնամարտական խնդիրներ, հրետանու հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների և ավիացիայի աջակցությամբ փոխանցել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Կրակոցներ ավանում վիրավորվել է նաև տարեց անցորդը։ Կին ես թորամասի բնակիչ այդպես, որ վնասվել է։ 10 մարդ սպանվել է, նրանց թվում հարձակվողը ավստրիական Գրաց քաղաքի դպրոցներից մեկում հնչած կրակոցներից։
Լոս Անջելեսում ցուցարարների եւ ոստիկանության միջև բախումները շարունակվում են, Թրամփը լրացուցիչ ուժեր է ուղարկում Կալիֆոռնիա։ Տեղափոխվենք Երևանի Ավան թաղամաս, որտեղ կեսօրին մոտ հնչած կրակոցներից 2 վիրավոր կա, միջադեպի մասնակցած 31-ամյա տղամարդը, ինչպես նաև պատահական անցորդ 76-ամյա մի կին։ Ոստիկանությունը նախնական տվյալներ փոխանցեց, թե Խուդիակովի փողոցում 2 անձի մասնակցությամբ տեղի է ունեցել միջադեպ, ինչի շուրջ չհայտնեցին։ Ընթացքում կողմերից մեկը գործադրել է հրազեն, բայց թե կրակողը, թե հանցագործության գործիք զենքը դեռ փնտրվում են, չնայած իրավապահների խոսքով նրա ով լինելը գիտեն։ Ազատության նկարահանող խումբը տեղում փորձել է պարզել, ինչից է սկսել վեճը, ինչ են մարդիկ տեսել։ Կրակոցը լսեցինք, գնաց ստեղից ենք նայել ես, գլխին էին խփել, շտաբօգնությունը եկավ, այդտեղ են փախավ։ Շարիկա որ ինչ-որ հետա Տղան բազապես քայլում էր փողոցում, թե մեքենայում ուրիշներ ուզում կրակել։ Չէ, երևի ուրիշներ ուզում կրակել։ Ուղղակի կպել էր երևի մի 60 տարեկան կին էր։ Մենակ ստեղից տեսա, որ գլուխը տապած էր, բայց ասում է շարիկ վնաս չի տվել էլ, չի մտել գլխի մեջ, ուղղակի ջարդել է։ Խոսում եմ արդեն վախեցել եմ, բայց չեմ արել։ Ասում էր ամեն մի խուժամի ձերը պիստոլետ կա հիմա։ Անմեղ մարդիկ են զոհվում։ Սիցիլիան է, էլի։ Ես իմ գործով էի զբաղված ու տեսա, որ շտաբօգնություն ա եկել, միակ կնոջ տարան, այդքան բան եմ տեսել։ Իսկ կրակոց լսել եք, ձայն ինչ-որ լսվել է։ Ուշադրություն չեմ դարձել, չեմ կարող ասել։ Իսկ այստեղ մարդիկ ինչ-որ բան տեսել, ասել հիմա զգացել Ես չգիտեմ, այստեղ բանջարեղեն էին վաճառում, այդ դրանք էին դրանով զբաղված։ Դրանից հետո որ հետաքրքրվեցի, տեսա որ այդ բանջարեղեն վաճառողներն են։ Կինն էլ է բանջարեղեն վաճառել, թե պարզապես անցորդ։ Չէ, անցորդ է։ Կինն է թաղամասի բնակիչ է, ով որ վնասվել է, թաղամասի բնակիչ է։ Չէ։ Մենակ ինքն է վնասվել, ես մենք իմացանք Նյույորքի հիվանդանոցը տեղափոխվել։ Ես չգիտեմ, մի հատ կնոջ եմ տեսել, որ շտաբօգնության մեքենան տարավ։ 2 օր առաջ էլ Արձենիում են հնչել կրակոցներ, համայնքապետի կազմակերպած խնջույքում են հրազենը հանել, կրակել։ Շրջանառվում են իշխանականների ու նրանց հարազատների անուններ, ապօրինի զենքի թեմա, բայց այրունոտ վեճի պատճառի մասին ոչ մեկը չի ուզում խոսել։ Ազատության իմ գործընկերները այսօր նաև Կոտայքի մարզում էին։ Ծեծկրտուկ, կրակոցներ ու ծանր վիրավոր։ Շաբաթն առողջարանային Արձնիում խաղաղ չի սկսվել։ Ըստ լրատվամիջոցների մասնակիցների թվում են պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանի քեռու որդին, վարչապետ Փաշինյանի օգնականի եղբայրն ու նրա որդիները։ Նախորդին ձերբակալվել էր նաև Արձնիի համայնքապետը։ Նա արդեն ազատ է արձակվել ըստ քննչական կոմիտեի, համայնքապետին այժմ ազատությունից զրկելու հիմքեր չկան։ Հայտնաբերվել են անանման հետքեր։ Աղմկահարույց միջադեպը Կիրակի երեկոյան Ավենյու Արսնի հյուրատանն է եղել։ Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, համայնքապետ Ֆելիքս Միրզոևի կազմակերպած խնջույքը վիճաբանության է վերածվել, որն ավարտվել է ծեծկրտուկով ու կրակոցներով։ Մեկ անց հրազենային վնասվածք է ստացել ու ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխվել։ Հրապարակված տեսանյութում ու լուսանկարներում երևում են արձակված պարկուճներ, արյան հետքեր, փշրված ապակիներ ու բացօթյա տարածքում կիսատ թողնված խնջույքի սեղան, ալկոհոլի կիսադատարկ շշերով։ Դեպքից 2 օր է անցել, հյուրատան տարածքը ոստիկանական ժապավենով առանձնացված է, տեղում դեռ իրավապահներն են հսկողություն իրականացնում։ Դարպասներից ներս անցնելու հնարավորություն ազատությունը չունեցավ։ Շինությունն Արձնիի բնակելի թաղամասերից մի փոքր կտրված է։ Արձնիի բնակիչները տեսախցիկների առջև երևալուց խուսափում էին ու պնդում, իրենք ոչ տեսել են, ոչ էլ լսել։ Որն էր ծեծկրտուքի պատճառը, տեսախցիկի հետևում արզնեցիներից լսած միակ պարզաբանումը շատ կարճ էր։ Խմիչքը։ Քննչական կոմիտեից ազատությանը հայտնում են 10 մարդ ձերբակալվել է, նրանց թիվը դեռ կարող է փոխվել։ Մի քանի հոդվածներով վարույթ է նախաձեռնվել սպանության փորձի, խուլիգանության, հրազենի ապօրինի շրջանառության հատկանիշներով։ Ըստ լրատվամիջոցների ձերբակալվել է նաև պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանի քեռու որդին, Արձնիի ավագան ու քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Դավիթ Վանյանը։ Մեկնաբանության համար կապվեցինք ՊՎԾ պետի հետ, Ռոմանոս Պետրոսյանը չհերքելով տեղեկություն
տեղեկությունն ասաց, ազգականի մասնակցությամբ միջադեպի մասին ինքն էլ է մամուլից իմացել։ Ես այս պահին տեղյակ չեմ, մենք հանդիսանում Արզանի համայնքի ավականու անդամ, իրենց համայնքի տարածքમાં միջադեպը տեղի ունեցել, այդքանով եմ մենք տիրապետում։ Ըստ հրապարակումների վեճին մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանի օգնական նախկին падգամավոր Արսեն Միխայլովի եղբայրն ու նրա որդիները։ Հրապարակումներից ավելի քան 24 ժամ անց այս տեղեկությունը ոչ ոք չի հերքել։ Արզնին ավելի քան 2000 բնակիչ ունի, հիմնականում ասորիներ։ Անկուսակցական համայնքապետ Ֆելիքս Միրզոևը նույնպես ասորի է։ Ձերբակալությունից հետո այսօր նա աշխատավայրում էր, բայց նրա հետ զրուցել չհաջողվեց։ Պնդեցին, թե զբաղված է։ Համայնքապետի մոտ ուղղակի մարդ կտինքը խառնեց քանի օր։ Մահակապային հնարավոր չի։ Հրազենի գործադրմամբ հանցագործությունների մասին հրապարակումները վերջին շրջանում հաճախ են հայտնվում լրահոսում։ Գրեթե ամեն ամիս հրազեն են կիրառում նաև Երևանում։ Տարվա սկզբին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նույնպես արձանագրել էր։ Նման հանցանքներն աճել են։ Միայն 2024-ին պաշտոնական տվյալներով 109 դեպք է արձանագրվել։ Ոստիկանությունից ավելի վաղ խոստացել էին պարզաբանել, թե հրազենի գործադրմամբ քանի հանցագործություն է կատարվել այս տարվա հունվարից մինչ այսօր, բայց դեռ թիվ չեն հրապարակել։ Միջազգային լրահոսից ևս մի քանի թեմա ենք առանձնացրել։ Ավստրիայի մեծությամբ երկրորդ գրած քաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով 10 մարդ է զոհվել, այդ թվում հարձակվողը, հայտարարել է գրացի քաղաքապետը։ Պաշտոնյայի խոսքով բազմաթիվ անձինք վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Տուժածների մասին պաշտոնական տվյալներ ավստրիական ոստիկանությունը դեռևս չի հայտնել, հարձակվողի ինքնության, հարձակման շարժառիթների մասին ևս չի հաղորդվել։ Լոս Անջելեսում ապօրինի ներգաղթյալների արտաքսմանը զուգահեռ շարունակվում են բողոքի ցույցերն ու ոստիկանների հետ բախումները։ Այս ֆոնին խորանում են հակասությունները Կալիֆոռնիայի նահանգային իշխանության եւ նախագահ Դոնալդ Թրամփի միջև։ Չորրորդ օրն է Լոս Անջելեսում շարունակվում են ապօրինի ներգաղթյալներին երկրից վտարելու իրավապահների գործողությունների դեմ ցույցերը, որոնք ուղեկցվում են ոստիկանների հետ բախումներով։ Կան տասնյակ բերման ենթարկվածներ։ Ցույցերը ցրելու համար ոստիկանները կրկին արցունքաբեր գազ լուսաձայնային նռնակներ են կիրառել։ Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև ԱՄՆ այլ քաղաքներում եւ նահանգներում։ Այս ֆոնին խորանում են հակասությունները Կալիֆոռնիա նահանգի ու դաշնային իշխանության միջև։ Երեք ԱՄՆ նախագահը կարգադրել է ազգային գվարդիայի եւս 2000 զինվոր ուղարկել Լոս Անջելես, դրանց թիվը հասցնելով 4000-ի։ Կարգուկանոն հաստատելու համար Դոնալդ Թրամփն ուղարկել է նաև ծովային հետևակի 700 զինվոր, որոնք քաղաք կարող են ժամանել արդեն այսօր։ Նախագահը շնորհակալություն է հայտնել ազգային գվարդիային լավ աշխատանքի համար, ապա քննադատել Կալիֆոռնիայի նահանգապետին, ասելով, թե նա կոմպետենտ չէ, չի տիրապետում իրավիճակին եւ լավ կլիներ, որ ձերբակալվեր։ Լրագրողի հարցին, թե ինչ հանցանք է գործել, որ ձերբակալվի, Թրամփը պատասխանել է, թե նրա գլխավոր հանցանքը նահանգապետի պաշտոնում առաջադրվելն է, քանի որ նա շատ վատ է աշխատել։ Նա ոչ կոմպետենտ նահանգապետ է։ Տեսեք, թե ինչ աշխատանք է անում Կալիֆոռնիայում։ Նա ոչնչացնում է մեր մեծ նահանգներից մեկը։ Եվ եթե ես չմիջամտեի, եթե չտեղակայինք ազգային գվարդիան, այստեղ աղետ էր լինելու։ Սակայն Կալիֆոռնիայի նահանգապետը համարում է, որ ազգային գվարդիան կիրառելն ապօրինի է եւ արդեն դատական հայց է ներկայացրել նախագահի, Պենտագոնի եւ պաշտպանության նախարարի դեմ։ Դեմոկրատ Գևին Նյուսոմն ասել է, որ Թրամփի գործողությունները մեջբերում են անվիճելիորեն քայլ են դեպի ավտորիտարիզմ։ Նա սոցցանցում գրել է, որ ծովային հետևակի ներգրավումը մեջբերում խելագար երևակայության արդյունք է։ Լոս Անջելեսի քաղաքապետը եւս քննադատել է դաշնային կառավարությանը, ասելով, որ ազգային գվարդիան տեղակայելով այն նպաստել է քաղաքում քաոսի առաջացմանը։ Քերեն Բասը կոչ է արել դադարեցնել միգրանտների դեմ գործողությունները։ Այս ռեյդերը պետք է դադարեցվեն, սա չպետք է տեղի ունենա մեր քաղաքում, սա արդարացված չէ, այն միայն նպաստում է քաոսին, սա քաոս է, որը նախաձեռնվեց Վաշինգտոնում։ Լոս Անջելեսյան իրադարձություններին անդրադարձել է նաև ՄԱԿ-ը, Միացյալ Նահանգներին կոչ անելով համատեղ ջանքեր գործադրել ռազմական ուժի կիրառումը հետագայում կանխելու համար։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը հույս է հայտնել, որ իշխանություններն ամեն ինչ կանեն իրավիճակը հանդարտեցնելու համար։ Մենք չենք ցանկանում, որ այս իրավիճակը շարունակվի ռազմականացվել, եւ կողմերին խրախուսում ենք տեղական, նահանգային եւ դաշնային մակարդակներում աշխատել այդ ուղղությամբ։
the local, state and federal levels to work to do that. ԱՄՆ ներքին անվտանգության նախարարը հայտարարել է, թե իրավապահները գնացել են մարդկանց հետևից, որոնք լուրջ հանցագործություններ են գործել։ Քրիստի Նոեմը Fox News-ի հետ զրույցում ասել է, որ Լոս Անջելեսը դարձել է հանցագործների քաղաք, քանզի քաղաքապետն ահավոր վատ է աշխատել։ And now she's holding press conferences. Եվ հիմա նա մամուլի ասուլիսներ է անում, ասելով, թե մարդիկ խաղաղցույցերի իրավունք ունեն, որ սա ներգաղթյալների քաղաք է։ Սա ներգաղթյալների քաղաք չէ, սա հանցագործների քաղաք է, քանի որ նա տարիներով պաշտպանել է նրանց։ Ցուցարարները սակայն վստահ չեն, որ նախարարի ասած մարդիկ հանցագործներ են։ Ռայան Լոլերն ասում է, որ Թրամփը նախընտրական շրջանում խոստանում էր երկրից վտարել հանցագործներին, սակայն իրավապահները հիմա ձերբակալում են մարդկանց, որոնք պարզ չէ, քրեական անցյալ ունեն, թե ոչ։ Նա նաև ասում է, որ ազգային գվարդիան պետք է դուրս գա քաղաքից։ Ես ավելի անվտանգ չեմ զգում ազգային գվարդիայի ներկայությունից, ես պակաս անվտանգ եմ զգում, այնպես որ ուզում եմ, որ նրանք քաղաքից դուրս գնան։ Մեկ այլ ցուցարար էլ պնդում է, որ իրենց գործողությունները խաղաղ են, պարզապես ցանկանում են աջակցել միգրանտներին։ Ըստ նրա իշխանությունները փորձում են լրացնել մարդկանց, որոնք բողոքում են ապօրինությունների դեմ։ Մտածեցի Աստված իմ, սա կարծես ժամանակակից հոլոքոստ է լինելու։ Սա առաջին բանն էր, որ մտքովս անցավ։ Նրանք փորձում են լրացնել բոլոր առաջնորդներին, որոնք կարող են խոսել այն ամենի դեմ, ինչը սխալ է եւ անօրինական։ Տնային խնամքի ոլորտի աշխատող Աննա Մեդինան ասում է, որ Ամերիկան կառուցվել է ներգաղթի շնորհիվ եւ արդար չէ այն ինչ տեղի ունենում նրանց նկատմամբ եւ եկել է, որ իր բողոքը բարձրաձայնի։ Ըստ նրա Թրամփն իր գործողություններով ոչ թե հզորացնում, այլ կործանում է Ամերիկան։ We are not criminals. We are working people. And we are not a trash can. Մենք հանցագործներ չենք, աշխատող մարդիկ ենք։ Նախագահը չպետք է մեզ վերաբերի որպես անպետք բանի։ Նրա գործողությունները ոչ թե ուժեղացնում են Ամերիկան, այլ կործանում այն։ Destroy our communities. Destroying America. Այսօր գրավի դիմաց ազատ է արձակվել ցույցերի ընթացքում ձերբակալված Դեյվիդ Ուերտան, խոշոր արմիություններից մեկի ղեկավարը, որը հազարավոր աշխատողների շահերի պաշտպանությամբ է զբաղվում։ Նա մեղադրվում էր իրավապահների գործողություններին խոչընդոտելու համար։ Այս գիշեր Ուկրաինան ռուսական զանգվածային հարվածների տակ է եղել։ Օդեսայում զոհվել է 2 մարդ, վիրավորվել են 9, վնասվել են բնակելի շենքեր, ծննդատան շենք, շտապօգնության կայան, մասնավոր բժշկական կլինիկա, մարզական համալիր, կենդանաբանական այգի, երկաթուղային կայարանի շենք, ինչպես նաև քաղաքի բնակիչների մեքենաներ, հայտարարել է ուկրաինական կողմը։ Կիևի վրա անօդաչու թռչող սարքի հարվածների հետևանքով քաղաքի 7 շրջաններ են վնասվել կամ վիրավորներ։ Ռազմական գործողություններին զուգահեռ կողմերը շարունակել են գերիների փոխանակումը։ Այսքան այս ժամի համար ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, լրահոսը թարմացվում է azatutun.am կայքում, գտեք մեզ սոցցանցերում, YouTube-ով դիտեք և կաբելային ալիքներով։ Հաջողություն։